Պատվաստան միջև ելույթին անդրադառնալը ես հարկ եմ համաձայնել այդ դիրքորոշման հետ, որ ի տարբերություն մնացած մեղադրյալների, կոնկրետ Արմեն Մնացականյանի նկատմամբ նախկինում դատարանները խափանման միջոցը ընդերից կամ կանոնավորում որպես խափանման միջոց կիրառելիս դրել նույնքով նախատեսված բոլոր երեք դեպքերը, մասնավորապես պրոցեսի պարտականությունները չկատարելը, կապուստի դիմելը եւ հանցան կատարելը։ Բայց այս առումով առանց որևէ մեկին վիրավորելու եւ վստահաբար ասում են ամենայն հարգանքով անգամ այդպիսի որոշումներ կայացրած ներողություն պաշտպանական կողմը ձեզ ընդհանրում եմ ներողություն նիրոց կարան դուք կամ ներադրել առարկում եք ձեր պաշտպանի բացակայությունը այս ընթացքում շատ լավ առարկություններ կան ոչ դատարան արձանագրում է որ պաշտպան Ալեքսանյանը ինչպես Ախիլյանը որ բացակայում են նիստերի դարիճ համես իրոք պատվաստանի պաշտպանական ներկայացումը պարտադիր է Որոնք նախատեսված բոլոր երեք դեպքերի կիրառելը, բայց կրկնում եմ այս առումով առանց որևէ մեկի նկատմամբ վիրավորանք հնչեցնելու կամ այդպիսի միտում ունենալու եւ ամենայն հարգանքով այդպիսի որոշում կայացրել դատավորի նկատմամբ, բայց պետք է ասեմ, որ ի տարբերություն մնացած մեղադրյալների, իմ մեղադրյալի խափանման միջոցը քննող կամ նախագահ դատավորը եղել է հանրության շրջանակներում ավելի շատ թվուկ զարգող որպես դատավոր հայտնի Դավիթ Աղամանյանը։ Սա է իմ կարծիքով այն պատճառը, ես կրկնում առանց որևէ մեկի մեղադրելու, վիրավորելու, ես ընդհանրապես նշում եմ այն, ինչը հայտնի է հանրության շրջանակներում։ Ինտերնետ համացանցում դրեք այդ տվյալները, բացում եք դատավորի տվյալները։ Կարծում եմ սա է պատճառը, որի պաշտպանյալի նկատմամբ օրենքում նախատեսված բոլոր երեք հիմքերը կիրառվել են։ Մեզ բախտ է վիճակը գործ ունենա դատավոր Դավիթ Աղամանյանի։ Հիմա անդրադառնանք այդ երեք հիմքերին եւ այդ երեք հիմքերից իմ պաշտպանյալի մասով եւս հիմնավոր կասկածին որոշակի պետք է անդրադառնալ։ Նախ հիմնավոր կասկածի համատեքստում պետք է սկսեմ ելույթից այն հատվածից, երբ որ հանրային մեղադրողը իր ելույթում նշեց, որ իմ պաշտպանյալի ակտիվությունը դատարանի հարցին պատասխանելիս նշել է, որ իմ պաշտպանյալի մասնակցության ակտիվությունը արտահայտվել է նրանից, որ նա անձամբ ղեկավարել է վարժական հավաքները, այսինքն պարապել է վկաների հետ Հայաստանի Հանրապետությունում հետագային իշխանության յուրացում իրականացնելու նպատակով ինձ համար ամբողջ ես քրեական բարություն եմ վերիգության սկզբից մինչև վերջերս ուսումնասիրել, այդպիսի տվյալ չկա, որից հետևի, այսինքն որևէ անցուցմունք տա, կամ որևէ օպերատիվ տվյալ լինի հայտնաբերված այդ կապակցությամբ, կամ որևէ այլ ապացույցով հաստատվի, որ իմ պաշտպանյալը անձամբ ղեկավարել է այդ վարժական հավաքները կամ պարապել է ենթադրյալ զինվորների կամ վկաների հետ։ Ինչու՞մ է ներսագրվում իմ պաշտպանյալը, այսինքն որն է փաստական արքը, որ ներսագրվում է իմ պաշտպանյալին։ Նախ այդ արված զորամիավորումը ինչից է ըստ նախաքննական մարմնի կայացած կա մի անձ, որ հանդիսանում է Արմեն Սարոխանյանը, որ հանդիսանում է հրամանատարը, կա երկրորդ անձ Արտյոմ հանդիսանում է շտաբի պետը եւ ըստ նախաքննական մարմնի ու վկաների իմ պաշտպանյալը հանդիսանում է բառացիորեն ըստ վկաների Զամբացեխը հայերեն զապատելը հայերեն լեզվով ասած տիտուլքի գծով հրամանատարի տեղակալը։ Այդպիսի, այսպես ասած, կառուցվածքային ստորաբաժանումը ըստ վկաների եւ նախաքննական մարմնի առաջնաշարժ դիրքորոշումը։ Կոնկրետ իմ պաշտպանյալի թվով 4 վկաների ցուցմունքների հիման վրա մեղսագրվել է հետեւյալ գործողությունը, որ նա այդ վկաներին, թվով այդ 4 վկաներին հայտարարել է, որ Հայաստանը պետք է մաքրվի դավաճան իշխանություններից։ Ընդհանրապես այս հայտարարությունը նախաքննական մարմնի պաշտպանական դիրքորոշում եղել այն եւ մեղադրանքում նրան առաջադրված մեղադրանքում հենց այդ բովանդակությունը ունեցել, որ նա վկաներին հայտարարել է, որ Հայաստանը պետք է մաքրվի դավաճան իշխանություններից։ Որևէ այլ փաստական գործողություն, ասենք ինչ որ մեկին զինելու գործողություն, ինչ որ մեկի հետ իրոք նախապատրաստական աշխատանքներ կատարելու գործողություն, ինչ որ ատլաս կամ քարտեզ գծելու գործողություն կամ այլ գործողություն պաշտպանյալին չի մեղսագրվել։ Ընդհանրապես մեղսագրվել է հայտարարություններ, կրկնում եմ Հայաստանը դավաճան իշխանություններից մաքրելու անհրաժեշտության մասին հայտարարություններ։ Առաջին անգամ նրա նկատմամբ կառավարում որպես խափանման միջոց կիրառվեց եւ դեռ ներգրաված չի եղել։ Ներգրավելուց հետո ընթերցելով վկաների ցուցմունքները եւ տեսնելով, որ իմ պաշտպանյալի հիմնավոր կասկածի հիմքում դատարանը գնում է ընդհանրեն այն հանգամանքը, որ նրա դեմ վկաների ցուցմունք է տալիս, որ նա եղել է հայտարարությունների հեղինակը, քննիչի միջնորդում կազմակերպել առերես հարցակնություն։ Քննիչի միջնորդությունը թողում է առանցքնության, որովհետեւ այդ ընթացքում իրոք կազմակերպում է առերես հարցակնություն, արդեն իսկ հրավիրած են վկաները եւ թվով բոլոր այն 4 վկաները, ովքեր Արմեն Մնացականյանի դեմ ցուցմունք է տվել այն բովանդակությամբ շատ հակիրճ ասել, որ Արմեն Մնացականյանն է եղել այն անձը, որ մեզ այնտեղ ասել է, որ Հայաստանը պետք է մաքրել դավաճան իշխանություններից, բոլորը հետ են կանգնում իրենց ցուցմունքներից։
ասма Գորլովկայի այդպիսի հայտարարություններ իրոք եղել են, որ Հայաստանը պետք է մաքրել դավաճան իշխանություններից եւ Հայաստանում պետք է հեղաշրջում կատարել եւ այլն եւ այլն։ Բայց Արմեն Մնացականյանը մեր հետ միասին եղել է այդ հայտարարությունների լսարանի անդամ։ Այսինքն ինչպես մենք ենք եղել այդ հայտարարությունները լսողներ, նույն ձևեր Արմեն Մնացականյանն է եղել։ Ես նշում եմ, որ այդ հայտարարությունները իրականում կատարել Արմեն Սարոփանյանն ու Արտյոմ անունով ոմն անձնավորություն։ Հաշվի առնելով այն, որ դատարանը հիմնավոր կասկածի հիմքում, թվով 4 ուկաներն էլ այդպես են ասում, որ Արմեն Մնացականյանը այդպիսի հայտարարություններ չի կատարել, նա ընդհանրապես եղել է լսարանի անդամ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը հիմնավոր կասկածի հիմքում դրել է հետերտուկանների ցուցմունքը, անմիջապես Արարատի արձակումից հետո դատարանը ներկայացնում միջնորդություն, խնդրելով վերանայել կառավարման որոշումը եւ նրան նկատմամբ ընտրված խախտումների միջոց կամ իրացում կամ փոխանցել գրավ կամ հասարակայացնել, որովհետեւ հիմնավոր կասկածի հիմքում դրված փաստական տվյալ արդեն վերացվել է։ Նույն դատավոր Դավիթ Արամանյանը, ինչպես ինքն է նշում, իր պրակտիկայում առաջին անգամ կառավարման որոշում կայացնելուց հետո պաշտպանի գրավի միջնորդության հիման վրա հրավիրում է դատական նիստ, այսինքն ընդունում է վարույթ, ոչ թե դասական եղանակով մերժում է, այլ անգամ ինքն է արձանագրում վարույթ ընդունելու փուլում էական նշանակություն ունեցող հանգամանքի փոփոխություն եւ իր պրակտիկայում, ինչպես ինքն է նշել, առաջին անգամ ընդունում վարույթ։ Վարույթ ընդունելու որոշումը իմ եւ նախաքննական մարմնի կողմից ստանալուց հետո, անմիջապես հետո, միջև դատարանի կողմից նիստ հրավիրելը, քրիչը շատ կարճ ժամանակահատվածում կրկին կազմակերպում է Արարատի արձակումություն։ Արարատի արձակումության նորմը բովանդակություն դատարանը վստահ դրեք է քրեական դատավարության հստակ նշված է, որ երկու նախապես արձակված անձանց ցուցմունքների միջև պետք է ակալվի էական հակասություններ։ Սկզբում հակասությունները եղել են Արմեն Մնացակայանը հրաժարվել է ցուցմունք տալուց, նրանք բոլորը ցուցմունք են տվել Մնացակայանի դեմ։ Կազմակերպվել է R30։ R30-ան ընթացքում մարդիկ հերքել են իրենց տված, ասում չի Արմեն Մնացականյանը հայտարարությունների մեր հետ միասին լսարանի անդամ է եղել։ Մարդուն ասում ես ընդհանրապես լսել եմ այդպես հայտարարություններ, բայց ես անմիջապես այդպես հայտարարություններ չեմ տալու։ Չգիտես ինչ է փոխվում, երբ որ դատարանը գրավի միջնորդություն ընդունում է քննության, քննիչ կազմակերպում է Արարատի արձակումություն եւ բոլորը գալիս ցուցմունքներ են փոխվում, ասում Արմեն Մնացականյանը մեզ ինքն է, անձամբ ինքն է մեզ ասել, որ մենք պետք է Հայաստանը մաքրենք դավաճան իշխանություններից։ Թվով 4 լուկաների մասին է խոսքը գնում, ես հիմա առարկայական կնշեմ, պատվարժան դատարան վերաբերում է 8-րդ հատորում 233 եւ 238, դրան զուգահեռ 52 եւ 60-րդ էջերում զետեղված Արարատի արձակումություն 200, ուրեմն հատոր 8, սկզբում 52-60 առաջին Արարատի արձակումությունն է, օրինակ Արմեն Խաչատրյանի հետ Արարատի արձակումությունը հատոր 8-52-60 էջում։ Հետո նույն Արմեն Խաչատրյանի հետ արձակումությունը 233-238-րդ էջերում։ 52-ից 60-րդ էջերում նույն Արմեն Խաչատրյանը ասում է Արմեն Մնացականը որևէ կապ չունի ինքը մեր հետ միասին զոհ է լսարանի անդամ։ 233-ից 238-ում ասում է իրականում Արմեն Մնացականն այդ հայտարարությունները մեզ կատարել իմ տրամաբանությամբ, ինչու որովհետև այդ ընթացքում դատարանը գրավի միջնորդություն ընդունում է վարույթ եւ ավելի քան ակնհայտ է, որ պատրաստվում է խախտման միջոցը վերացնել, որովհետև իրական հանգամանքների փոփոխություն արձանագրել է վարույթ ընդունելու փուլում, ընդ որում այստեղ հարկ է նշում, որ Դավիթ Արամանյանի կողմից։ Նույն վկաների հետ խոսակցություն, տեսեք, ես այդ վկաները կան դատարան, հիմա չեմ շտապում, ընդամենը հայտարարում եմ, նույն վկաների հետ խոսակցության ցուցմունք տարեց արձակումությունից հետո դու քնիչ հարցեր չես ասում։ Նույն հարցերը չես մե պատվարժան դատարան Արարատի արձակումության բոլորս էլ մասնակցել ենք, Արարատի արձակումության ընթացքում ցուցմունքների միջև ակահատացություն վերացնելու նպատակով որոշակի հարցեր են չես։ Երբ որ Արարատի արձակումության եւ առաջին Արարատի արձակումության հարցերը եթե քնիչի տեսեք, որ լրիվության նույն բովանդակությունն են ունեցել։ Լրիվության նույն բովանդակությունն են ունեցել։ Անհասկանալի է ինչու է քնիչը հարցերը տալիս, սակայն վկաներ տալիս են այլ պատասխաններ եւ այլ վերջում քնիչի հարցին թե այն ժամանակ Արարատի արձակումության ժամանակ ինչու է այդպես ասել, վկաներ ասում են լարված են եղել։ Ընդհանրապես այդ լարված լինելու փոփոխությունն է։ Օրինակ ինչից է քնիչի մոտ առաջացել ենթադրություններ, որ հնարավոր է վկաներ ժամանակից ցուցմունք տալիս Արարատի արձակումության ժամանակ լարված էին, մոտ անհասկանալի է։ Բայց բոլորիս համար երևի հասկանալի է, թե ինչու է քնիչ կազմակերպել Արարատի արձակումություն եւ ինչպես են վկաները տվել հետագայում այդպիսի բովանդակության ցուցմունքներ։ Ես ձայնագրել եմ այդ վկաների։ Ձայնագրել եմ Արարատի արձակումություն ավարտելուց հետո նրանց հետ ունեցել եմ երկխոսություն։ Թող նրանց չեմ զգուշացրել այդ ձայնագրության մասին, թող միգուցե դա իրարից ենթարկի ինչ-որ նաև պատասխանատվություն, բայց ես հարցել եմ ինչու եք այսօր եկել այսպիսի բովանդակության ցուցմունք տվել։
եւ այդ ձայնագրությունը նրանց ցուցմունքը այժմ հրապարակել նպատակարար չէ համարվում, բայց հրապարակել ինչ պատասխան են տալիս, ինչու ենք մենք եկել այսօր տալիս այլ բովանդակության ցուցմունք։ Այդ արես հացակնություն ավարտելուց հետո քնիչ դատարանի ներկայացման նոր արձանագրություն ասում է տեսեք ինչի հիման վրա վարույթ է կոնտրոլ եւ դրա միջնորդություն արկադարձել կամ խափանամիջոց վերացնելու հաշվության արկադարձել այդ հանգամանքները վերացնեն եւ իրոք որ վերանում են սակայն իմ պաշտպանյալին պետք է ներսագրում են նույն գործողությունը դու կատարել ես հայտարարություններ նախապատրաստության մասին բովանդակող քրեական օրենքի նորմը միջոցներ ստեղծել, այլ պայմաններ ստեղծել, գործիքներ ձեռք բերել։ Իմ պաշտպանյալը ոչ միջոցներ է ստեղծել, ոչ գործիքներ է ձեռք բերել, ոչ նախապայմաններ է ստեղծել։ Կրկնում եմ, եթե ուսումնասիրում ենք դրան առաջադրված մեղադրանքը կամ բովանդակությունը կամ փաստական հիմքը, դա շարժված է ընդամենը մի բան։ Հայտարարություններ է հնչեցրել։ Այդ հայտարարությունները հնչեցնելու հիմքում դրված է նույն վկանների ցուցմունքները, ծով 4 վկանների ցուցմունքները, ովքեր սկզբից եկել այնուհետև հաստատել են այդ հանգամանքը։ Սա ի պատասխան հանրային մեղադրողի այն ելույթին, որին պաշտպանյալը ունեցել է առանձնակի ակտիվություն, մասնավորապես այդ ակտիվությունը անդրադարձել է վարժական հավաքներ անցկացնելու եւ մարդկանց բարձրելու միջոցով։ Հիմա անդրադառնամ կոնկրետ այդ անձանց տվյալների։ Պատվարժան դատարան ուղղակի նույնիսկ դատակոչի են ենթարկելու եւ գալու են դատարանցություն են տալու շատ լավով դատական իստում հանրության տարբեր ներկայացուցիչներն են, ուղղակի բավական է տեսնել այդ վկաների ֆիզիկական տվյալները, որպեսզի կարողանան պատկերացում ձևակերպել առանց թեկուզ վկաներից ոչ թե 1000, այլ 100,000-ավոր անձիկ այդ վկաների ֆիզիկական տվյալներով 100,000-ավոր անձիկ։ Ուղղակի Հայաստանի Հանրապետություն իշխանություն դարձնելու համար, որ ես որևէ մեկին չեմ վիրավորում, ես արտահայտում եմ ընդհանրապես վկաների դիրքորոշումը։ Վկաները իրենց ցուցմունքի ընթացքում որպեսզի դա տանի համար ավելի պատկերավոր լինի ֆիզիկական տվյալների մասին են խոսում, օրինակ վկաներից մեկը ձեռք չունի, վկաներից մյուսը տեղից հեռնելուց դժվարանում է, անգամ կնիկ ես վստահ եմ դատարանում անստած է ցույց տալու, մյուսը մատ չունի եւ այսպես շարունակ եւ ես չեմ իրանց ֆիզիկական արատների չեմ կապում կամ չեմ ցանկանում որևէ մեկի վիրավորել, ամեն արտահայտում եմ հայրություն ձեզ ընդդատելու համար դատարանն արձանագրում է, որ պաշտպաններ Ալեքսանյանը եւ Վահինյանը վերադարձան եւ գտնվում են նիստերի դարաշրջան։ Համեց է կարելի։ Հիմա այդ վկաներին քնիչ հարց հնչեցնում։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Հնչեցնում ասում է դուք այդ պարոն Ալեքսանյանի ելույթի եւս դրան անդրադարձան եւ դուք գործողական միջով եք զբաղվում։ 4 վկաներ, որոնք իմաստանության բարերը ցածրել են, մեկը պատասխանում է պատուն էին ներկում, մյուսը պատասխանում ասում է շինարարական աշխատանքներին եք օժանդակում, մյուսն էլ մալաշիկի գործողություններ էին, երկուսն էլ մալաշիկի գործողություններ էին կատարել։ Հիմա այս համատեքստում այդ 4 վկաների դրած պատասխան եմ ասում, պատներով եւ այլն։ Քնիչը երկրորդ հարցն հնչեցնում, իսկ վարժական հավաքներին, զորամիավորներին, պարապմունքներին չէիք մասնակցում, ասում ոչ մեկ ֆիզիկական տվյալներ սահմանավորված, ունակ չէիք այդ գործողությունների մասնակցելու։ Եվ ուսումնասիրում է գործունեությունը հարամոտ շուկաներն են պիսի տվյալներ այդտեղ։ Կրկնում են պատվարժան դատականից մեկը ձեռք չունի, մեկը մատ չունի, մյուսը տեղից հեռնել չի կարողանում։ Այն նրանց միջոցով ըստ այդ վկաների ցուցմունքների պատրաստում է Հայաստանի Հանրապետություն իրականացնել իշխանության յուրացում։ Եվ ամենահետաքրքիր այդ պատրաստությունը ինչպես է դրսևորվում։ Ընդհանրապես հայտարարություն կատարելով դատական նիստում ես հենց հիմա եմ պատրաստ դատական նիստում եք հայտարարությունը կատարել խախտումամիջոցի քննության ժամանակին է դատական հայտարարությունները եւ երևի ամեն մեկս եք ամեն օր էպիսի հայտարարություն կատարում, որ Հայաստանը պետք է մաքրել դավաճաններից։ Հիմա վկաները դավաճաններ բառին ավելացրել են մեղադրյալի ենթադրյալ, ավելացրել է դավաճան իշխանություններից։ Վկաները ընդհանրապես այդ մասին են խոսում, որ Հայաստանը պետք է մաքրել դավաճան իշխանություններից։ Ուղղակի իմ պաշտպանյալը ասում է, ես դրա լսարանի անդամ եմ եղել, վկաներն ասում են, չէ, իրականում այդ հայտարարությունը կատարել է։ Հիմա եթե ես դատարանում այդ հայտարարությունը կատարեմ, որ Հայաստանը պետք է մաքրել դավաճան իշխանություններից, ինչ ինձ էլ դրանք առաջադրվելու այդ բովանդակության։ Ես խնդրում հանրային մեղադրողը հակադարձ ելույթի ընթացքում նշի գետ մեկ գործողություն, բացի այս հայտարարություններից, որին պաշտպանյալը կատարել է, այլ որ նշում են, ասում են, անձամբ զորահավաքներ կազմակերպել, ղեկավարել, պարապմունքներ անցկացնել։ Խնդրում եմ նշել այդ փաստական տվյալները որտեղից։ Ով ասել, որ Արմեն Մնացակյանը որևէ մեկի հետ զորահավաք է իրականացրել կամ որևէ մեկի հետ հավաք է իրականացրել կամ որևէ մեկի հետ պարապմունք է անցկացրել։ Ընդհանրապես վկաների հայտարարություն, որ ինքը հայտարարել է Հայաստանը պետք է մաքրել դավաճան իշխանություններից։ Երկրորդը, այդ ժամանակ նախաքննության ընթացքում ես քննիչի թույլտվությամբ հարց եմ հնչեցնում վկաներին, ասում եմ, լավ, այդ դավաճան իշխանություններից մաքրելու գործողությունը ինչպես պետք է կազմակերպել։ Քննիչը հանում է հարց, ասում է վերաբերել ինչ։ Մեզ համար, այսինքն ինչպես պետք է իրականացնել, օրինակ
Իմ պատկերացման իշխանության յուրացման նախապատրաստությունը ինչպես պետք է արտահայտվի։ Շուտ կառավարության շենքի մուրաժ պետք է պատրաստվի, քարտեզ գծվի, միջոցներ ձեռք բերվի, գործիքներ, ինչ-որ զենք է, անձանց դերակատարումներ պետք է պաշտպանի, ես մեկ դես անել, ես մեկ դես անել, ես մեկ դես անել։ Բայց ամբողջ նախագահական տվյալները մարտական համերգ վկայների ցույց կառան, որ հայտարարություններ են եղել, որ Հայաստանը պետք է մաքրվի դավաճան իշխանություններից։ Ուրիշ ոչ մի բան։ Իսկ դա բարձրելու ուղղությամբ հնչեցված հարցերը նախագահական տվյալները մասնավորապես առես հարցակնության համառողագրերի եւ տեսաձայնագրությունների մարտահայտ մի չհանում։ Իրանց համար հետաքրքիր չէ իշխանության յուրացումը ինչ եղանակով պետք է կազմակերպել։ Կազմակերպել այդ անձանց հիմա Պարոն Իսանյանի ելույթի ելույթից հատկապես մի հատված երբ որ նշում է Սերբովազի անդամներից ոմանք ներկային նաև դատական նիստերի դահլիճում։ Հիմա նրանց ֆիզիկական տվյալները եթե համատում ես, այսինքն իշխանության յուրացման նախապատրաստություն իրոք կազմակերպողը կամ այդպիսի միտք իրոք ունեցողները միթե այս ֆիզիկական տվյալներով մասնավորությունների թողնելու են եւ այնպիսի ֆիզիկական տվյալներով մասնավորության ուղարկել իշխանության յուրացման նախապատրաստման համար, իշխանության յուրացման նախապատրաստմանը, ովքեր կրկնում են իրենց ֆիզիկական տվյալներով ունակ չեն անգամ զենք բռնելու։ Եվ իրանք անձամբ են հայտարարում, ես չեմ վիրավորում իրանց, իրանք ասում են ներկում էին, ինչու եք ներկում, որովհետև մեր ֆիզիկական տվյալները չէին ներկում։ Եվ ըստ ինձ, ոչ թե ինչպես վկաներն են հայտարարում, Սերոբ Գասպարյանը կամ Արմեն Մնացականյանը իրենց խախտել, այլ իրենք են իրենց խախտել։ Ինչու են խախտել, որովհետև նրանց Ռուսաստանի դաշնություն, չեմ ասում, որ վկական ոստը, նրանց Ռուսաստանի դաշնություն ներկայանալու միակ նպատակը եղել է նյութական շահագրգռվածությունը, ուրիշ ոչ մի բան։ Իրենց համար միևնույն է։ Ռուսաստանի դաշնությունում նրանք Ուկրաինայի դեմ պատերազմին են մասնակցելու, ներկելու են պատմել ելույթը Հայաստանում ենթադրյալ իշխանության ծախսել։ Իրենց միակ շահագրգռվածությունը եղել է նյութական շահագրգռվածություն եւ իրենք այնտեղից վերադարձել են Հայաստան այն պարզ պատճառով, որ նրանց նյութական շահագրգռվածությունը չի բավարարել, մասնավորապես այդ աշխատավարձները ժամանակին չեն վճարել։ Վերադարձել եւ Հայաստանում տվել են ԱԶ-ի հետագայում նաև այնտեղից ուսացելու նպատակով տվել են տողանդակություն։ Ուրիշ ոչ մի շահագրգռվածություն վերջիններից չի եղել։ Այդ մասով։ Հիմա պատվարժան դատան ինչ վերաբերում է, ես գտնում եմ, որ հանգամանքային նման դասավորացան համատեսում, եթե դատան ուղղակի ուսումնասիրի առես հասարակության արձանագրությունները եւ դրանց միջև տարբերությունը, ոչ բովանդակային առումով էլի, կամ գրավի միջնորդությունը վարույթունելու, կրկնում եմ, գրավի միջնորդությունը վարույթունելու, խափանման միջոցի վերացնելու միջնորդությունը վարույթունելու հետ դրանից հետո դատավորի արտահայտած դիրքորոշումը ապացույց չենք հետապնդել, ընդհանրապես այդ որոշումը պետք է ուսումնասիրել։ Բավական է արձանագրելու այն, որ իմ պաշտպանյալի մասով, կոնկրետ իմ պաշտպանյալի մասով հիմնավոր կասկած չկա։ Որոշակի տեղեկացվածության մասով, այլ չգիտեմ դատանը տեղյակ է կամ հանրային հրավերով տեղյակ է, ոչ ամեն դեպքում նախաքննության ընթացքում է տեղյակ չի բաժանում, բայց դատանի տեղեկացնել, որ իմ պաշտպանյալը Սերոբ Գասպարյանին նույնիսկ չի ճանաչում։ Լսած է իր մասին, բայց անգամ չի ճանաչում։ Հետևաբար փոխկապակցվածության մասին, միմյանց հետ որևէ գործողություններ կազմակերպելու մասին, դե Արմեն Մնացականին ընդհանրապես մեկը մյուսին չեն ճանաչում։ Հիմա իշխանության յուրացման նախապատրաստող մեկը մյուսի հետ այս կապը չպիտի լինի, նրանք միթե միմյանց կապ չեն ունեցել, չեն կազմակերպել, վերջո Հայաստանի Հանրապետությունը իշխանության յուրացում է, բայց մեկը մյուսին չի ճանաչում։ Այսպիսի տվյալների հետ գործում։ Հաջորդ որի մասին ցանկանում եմ խոսել, պատվարժան դատան, դա կոնկրետ իմ պաշտպանյալի բնակության վայրի եւ աշխատանքի վայրի մասով է, որ Հովհաննիսյանը Ռուսաստանի դաշնության բացառել նմանատիպ վերաբերյալները, եթե դա հնարավոր չէ, բացակայել նիստերի դահլիճից արտելի ներկայացում։ Ռուսաստանի դաշնությունը պատվարժան դատարանը պաշտպանյալը հանդիսանում է Արցախի հանրապետությունից բռնի տրամված անձնավորություն։ Դեռևս մինչև 2023 թվականի սեպտեմբերի պատերազմը, ընտանիքը արդեն տեղափոխված է Ռուսաստանի դաշնություն։ 23 թվականի սեպտեմբերի պատերազմից հետո ինքը ևս տեղափոխվել է Ռուսաստանի դաշնություն։ Հետևաբար, եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, իմ պաշտպանյալը Հայաստանի Հանրապետությունը բնակության վայր ունի, չունի, բռնի բոլոր տեղահանվածները գտնվում են ներկայացուցիչում։ Իր ամբողջական բնակության վայրը եղել է Արցախի Հանրապետություն, որտեղից բռնի տեղահանվելուց հետո վերջինս տեղափոխվել է Ռուսաստանի դաշնություն։ Ինչու, որովհետև մինչ այդ իր ընտանիքի անդամները բնակվում են Ռուսաստանի դաշնությունում։ Ասեմ ավելի, իր ձերբակալվելուց հետո, երբ որ
բացվել է տեսակցությունները արդեն վերադարձի իման վրա, եթե չեմ սխալվում, բացվել է տեսակցությունների հարազատների հետ, հարազատները վերադարձին են Ռուսաստանի Դաշնությունից, գերբնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունը իր հարազատ եղբոր պատկանող տանը։ Հետևաբար հանրային մեղադրողների դիրքորոշումը, որ իր ընտանիքը բնակվում է այնտեղ եւ այլն, չի բխում հասարակական տվյալներից, եւ ես վերջի կանոնավոր միջնորդության քննության ժամանակ եմ հայտարարել, որ իր ընտանիքի անդամները մշտապես այլևս Ռուսաստանի Դաշնությունում չեն բնակվում, ոսկե վերաբերում կնոջ դու երեխաներին։ Ձեր հայտարարությունը, որ ընտանիքը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, այլևս չի բխում գործի հասարակական տվյալներից, որովհետև ընտանիքը մշտապես այլևս չի բնակվում Ռուսաստանի Դաշնությունում։ Եթե նոր տվյալներ կան, կարող եք դատարանին հայտնել, թե որտեղ է բնակվում ընտանիքը ներկայումս։ Ընտանիքը հասցրել է ընկնում։ Այն պահից սկսած ես այս պահի դուրսամ Ռուսաստանի Դաշնությունում եմ, այս պահի դուրսամ, բայց մոտ 5 ամիս շարունակ, այսինքն ոչ թե 4 ամիս շարունակ, երբ որ տեսակցությունները բացվել են, արմյան մասակային տեսակցությունները բացվել են ընտանիքի անդամների, 4 ամիս շարունակ նրանք գտնվում էին այստեղ։ Հիմա գնացել են Ռուսաստանի Դաշնությունի աշխատանքային պայմանագրից բխող որոշակի հատուցումներ ստանան եւ նորից վերադառնան Հայաստանի Հանրապետություն։ Եթե տվյալները պետք է, ես այսօր ճիշտ ասած նախապատասխան չեմ ներկայացնում, բայց բնակության վայրը ունի մեղադրել Հայաստանում ներկայումս։ Այո, եւ հարազատ երկու բնակության վայրում։ Հայաստանի Հանրապետություն ներկայանալու նպատակի մասին։ Եթե ուշադրություն դարձնենք իմ պաշտպանյալի ձերբակալման ժամանակահատվածը չի համընկնում նախատեսվածների ձերբակալման ժամանակահատվածի հետ, իր Հայաստան ներկայանալու նպատակը, ինչպես է նախագահական վարչություն պաշտպանյալս հայտարարել, եղել է հարազատ եղբոր, որ ներկայ դատական ինստիտուտի դաշնություն, որդու զոհվելու տարելիցի մասնակցելու նպատակը։ Այսինքն մարդը ներկայացել է Հայաստանի Հանրապետություն ոչ թե իշխանության գրասման նախապատրաստական գործողությունները ավարտին հասցնելու նպատակով, մենք ներկայացել ենք նաև Մահվան վկայականը, որտեղ երևում է, որ այդ օրը, երբ որ նրան ձերբակալել են, այդ նույն օրը հանդիսացել է իր հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցը։ Ներկայացել է զոհվելու տարելիցի մասնակցելու նպատակով, նրան ձերբակալել են, ասել են դու ներկայացել ես Հայաստան իշխանության գրասման նախապատրաստական գործողությունները ավարտին հասցնելու համար։ Պատվարժան դատարան, ինչ վերաբերում է իր պաշտպանյալի կողմից ենթադրյալ, որ հանցանք կատարելուն կամ սկսված հանցանք ավարտին հասցնելու, նախ նոր հանցանքի մասով ես հանրային մեղադրողների դիրքորոշում չեմ կիսում, որովհետև այս հանցանքի մասով մենք մեղադրական դատավճիռ, օրինական մեղադրական դատավճիռ չունենք, հետևաբար հարգելով իրան նեղության կամ հավատալիքների խոսել նոր հանցանքի մասին։ Կարող ենք խոսել հանցանքի մասին, բայց ոչ նոր հանցանքի մասին, որովհետև սրա մասով ինքը դերևս մեղադրական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ չունի։ Հետևաբար նոր տերմին օգտագործելը այս բարակային փառոլոգի հետ հաղթում է համանդրությամբ երաշխավորված իրանության կանխավարկածը։ Բայց այս մասով, որ առհասարակ հնարավոր է պաշտպանողի հանցանք, իսկ պետք է ընդհանրեն կրկնեմ պարոն Ալեքսանյանի ելույթը։ Այն մասով, որ ինքը, չգիտեմ, ռեցիդիվիստ չի հանդիսանում, մի քանի անգամ հանցագործությունների համանախին դատապարտված չի եղել, գործող ապացույց չունի, այս հանցանքի մասով մանավանդ նոր կասկածի արտադրության պայմանները նոր հանցանքի մասին խոսելը ըստ իս աբսուրդի ժանրից է։ Ինչու են մինչև հիմա դատարանները նոր հանցանք կատարելու վարկածը համարել իրատեսական, արդեն դիրքորոշումը նշում է, որովհետև մեր վաղ վերիճակել խաթամամիջոցի քննությունը իրականացնել որում դատավորի նախագահության։ Հանգամանքների նման դասավորվածության համատեքստում ես կարծում եմ, որ իր պաշտպանյալի նկատմամբ հետայսու կանոնավոր որպես խաթամամիջոց կիրառել կամ նրա նկատմամբ ընտրված խաթամամիջոցի երկարաձգել ոչ միայն նպատակահարմար եւ իրավաչափ չէ, նաեւ տրամաբանական չէ, ինչ վերաբերվում է այլընտրանքային խաթամամիջոցներին, ապա ի տարբերություն միգուցե մնացած մեղադրյալների պաշտպանյալը գտնվում է սոցիալական ավելի խոցելի վիճակում, մասնավորապես նա հանդիսանում է Արցախի Հանրապետությունից բռնի տեղանված ակնավորությունը, որ Հայաստանի Հանրապետությունում առհասարակ ակտիվ չունի եւ հանգամանքների այդ պայմաններում ռեալ ակտիվների բացակայության պայմաններում մենք իհարկե 20 միլիոն դրամի չափով գրավ առաջարկել կամ անգամ գրավի փոխանցարկույց առաջարկել չենք կարող, բայց հարազատ եղբայրը պատրաստական է մինչև 10 միլիոն դրամի չափով գրավի գումար ապահովել, եթե դատարանը դա կդիտի կողջամի հնային տալանքի համարձակ կիրառելու համար։ Միևնույն ժամանակ պատվարժան դատարանի ձեր ուշադրությունը հրավիրում այն հանգամանքի վրա, որ
Հարգելի հանրային մեղադրողի կողմից թվարկված են բոլոր հանգամանքները, ամեն բոլոր ոչնչողները, ամեն բոլոր ռիսկերը, որոնց պատճառով պետք է պաշտպանյալից նկատմամբ կալանավորումը հենց կիրարկի որպես խափանամիջոց որևէ կերպ չեն ներդրում եւ որևէ կերպ օրինակ իմ համար անհասկանալի մնաց թե հատկապես ինչու տնային կալան խափանամիջոց, հատկապես ինչու չի կարող չեզոքացնել են բոլոր ռիսկերը, որ քիչ առաջ հանրային մեղադրողի կողմից հնչեցվել են։ Թե նախաքննության խոչում, թե Քրեական դատավարության ուսումնքովի վրա դրված պարտականությունների չկատարելու հիմքով, թե փախուստը կանխելու հիմքով, թե հարցան կատարելու հիմքով, հատկապես ինչու տնային կալանքը այս բոլոր ռիսկերը չի կարող չեզոքացնել։ Մանավանդ, երբ որ դատարանը օգտվելով երկրորդ մասովի վրա ունեցած հայեցողական լիազորություններից պաշտպանյալից նկատմամբ կիրառել լրացուցիչ սահմանափակումներ, մասնավորապես նամակագրության արգելք, տեսակցության արգելք եւ այլն։ Այսքան